Ինչ ենք մենք դառնալու որպես պետություն եւ որպես հանրություն։ Կան այդպիսի երկրներ, եւ կան մարդիկ, որոնք ուզում են մեր երկրի տանեն, կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, պատերի տակ շարում են, գնդակահարում են, ասում են խվայ, այս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ, ինչ ասեն, որ կոռեկտ հնչի։ Երկրի փոխարեն ստացել են մի հատ, ենթադրենք, խորշ, գոմ։ Կան այդպիսի երկրներ ու համոզված են, նույնիսկ այդ գլուխները վերցրեցից պարել են, վայ, այս ինչ լավ ասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտն է, այս Չինգիզ խանի ոտն է, այս էլ բանի պճեղն է, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա, բայց արդյունքում ինչ, հետո, դալշե, պատոմ։ Հա, ոչ մեկ ինձնից շատ ասում են, ոչ նեղվի, ոչ ներվայնանա, որովհետև այդ ամեն ինչի անձնական պատասխանատվությունը ինձ վրա է։ Բայց հաջորդ հարցը կա, արդյունքում մենք ինչ ենք ուզում ունենալ որպես երկիր, ինչ ենք ուզում ունենալ։ Որ ինչ որ մեկին տալիս է սպանում, իրան տալիս է սպանում, ինքը ավարտվեց։ Այն մնացած ամբողջը դու ես դեֆորմացվում։ Դու ես դառնում մարդասպան, դու ես դառնում հանցագործ։ Հա, բայց դու բան ես արել, այդ ասել ես, վայ, սիրտս հովացավ։ Ես մեր երկիրը տենց չեմ պատկերացնում։ Դու եթե հանցագործ են, ուր են փախնելու։ Ուր են փախնելու։ Ընդհակառակը, այդ մարդիկ բան են անում, շատերը կան, ասում են, մեզ հետ բանը, անմարդկային ձևով են վարվում, այս 7 տարի է քորդանակով մորթում են, տենց է չեմ մորթում։ Կապ չունի, շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի ամբարիկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում ունենալով կամ թաղամասում, լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ խոսք, մարդը չի կարող ապրել առանց հացի եւ առանց հացի հնարավոր չի ապրել, հացի կարեւորությունը ոչ ոք չի կարող թերագնահատել։ Իսկ կան արդյոք Հայաստանում ընտանիքներ, ովքեր հաց չունեն հենց հիմա, հենց այսօր։ Ցավոք կան։ Ինչ անենք ուրեմն։ Միթե մենք կարող ենք անտարբեր լինել այդ մարդկանց նկատմամբ։ Չենք կարող։ Եկեք ուրեմն գնանք եւ հաց տանք նրանց։ Այսօր տվեցինք հացը։ Տանք այսօր հացը։ Վաղը գնանք տեսնենք, թե ինչ է փոխվել նրանց կյանքում։ Կտեսնենք մի բան, որ վաղը նույնպես նրանք չունեն այդ հացը։ Մենք վաղն էլ չենք կարող անտարբեր լինել։ Վաղը եկեք նորից տանենք հաց տանք նրանց։ Երրորդ օրը եկեք գնանք տեսնենք ինչ փոխվեց նրանց կյանքում։ Կտեսնենք, որ նրանք կրկին հաց չունեն։ Երրորդ օրը նույնպես չենք կարող անտարբեր լինել նրանց վիճակի նկատմամբ։ Երրորդ օրը նույնպես տանենք հաց տանք։ Չորրորդ օրը գնանք տեսնենք, թե ինչ վիճակում են նրանք։ Կտեսնենք, որ նրանք էլի հաց չունեն։ Նույնը կկրկնվի 5-րդ օրը, 6-րդ օրը, առաջին ամիսը, 6-րդ ամիսը, առաջին տարին, 6-րդ տարին, 10-րդ տարին եւ սա երևում է նաեւ պաշտոնական վիճակագրության։ Ավելի քան 10,000 ընտանիք Հայաստանում, 10 եւ ավելի տարի անապահովության նպաստ են ստանում Հայաստանում։ Ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, էսա ես ինչ անելու։ Ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խելագարվելու բան է։ Ձայն են վերցում, ասում ես, այս ինչ ասելու, ես ասենց բան, էլի։ Ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, հասեք։ Իրանց նման մեր գրպանները պիտի լցնեինք, որ լավ լներ։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել ենք, լցնելու ենք։ Подпишитесь на наш канал Будра Ньюс и будьте в курсе всех событий.